Մայրաթորի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ աջակցելու ամենայն հայոց Գարեգին կաթողիկոսին։ Ընդդիմության գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին կաթողիկոսին աջակցության այս հավաքին իրենց մասնակցության մասին։ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել այն մասին, որ դեկտեմբերի 18-ին ժամը 17-ին գնալու են Մայրաթոր, որտեղ պահանջելու են կաթողիկոսի հրաժարականը եւ քաղաքացիներին էլ կոչ էին արել միանալ իրենց։ Դրանից հետո հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը, որի առաջնորդը կալանավորած բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարեց, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր նախատեսված միասնական ժամերգությունը անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված եւ գերեվարված զավակների եւ մեր Սուրբ եկեղեցու ասասանության համար տեղափոխվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Փաշինյանը հայտարարել է, որ չի միանալու այսօրվա եպիսկոպոսների ակցիային, սակայն աջակցում է նրանց։ Առավոտից Էջմիածին ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել դեպի Էջմիածին տանող ճանապարհը կեսրույց հետո խցանված էր ոստիկանական մեքենաների պատճառով։ Մայրաթորի բակում լրագրողների հետ զրույցում Գոգարաս թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը անդրադառնալով հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ասել է, որ սա եկեղեցու խնդիրը չէ, ազգի պարակտման խնդիրն է, վեհապարն էլ անսասան է, ինչպես անսասան է Արարատ լեռը։ Հայաստանն էլ վարչապետ չունի։ Բազմաթիվ անգամ ասված է։ Բոլոր 10-ի համար էլ սա էլ եմ կրկնում, մեզ յուրաքանչյուր հոգևորականի համար դա անձնական ողբերգություն է, անձնական, որովհետև բոլորի հետ մենք մեծ մասը եղել են մեզ ավագ եղբայրներ, մի մաս եղել են ընկերներ եւ այսօր այս ջրբաժանն է առաջացել։ Ուղղակի ցավ է մեզ համար։ Իսկ ինչ է կարծում, հնարավոր է վեհապարը եւս փորձեն ձերբակալել կալանավոր, իսկ քրեական ճանապարհով փորձեն ազատվել նրանից։ Ոչ մի հիմք չունեն, բայց քանի որ Հայաստանում անօրինական երկիր է դարել, մայր օրենքը սահմանադրությունը վաղուց լռել է, ամեն ինչ հնարավոր է։ Ունենալը դեռ հիմք չէ։ Կամ մարդը ամեն ինչ կարող է լինել։ Հայաստանի վարչապետը անհրաժեշտություն չի տեսնում մասնակցելու Մայրաթոր Էջմիածնում կանալիք հանդիպմանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին հրաժարականը պահանջելու համար Փաշինյանը վստահեցրել է, որ ինքը չի ուղղորդում 10 եպիսկոպոսների գործողությունները, հավելելով, որ ողջունում եւ աջակցում է նրանց։ Բախումների որևէ հնարավորություն բացառելով Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու համար։ Վարչապետը պատրաստ են հանդիպել կաթողիկոսի հետ մեկ օրակարգով։ Այո, պատրաստ եմ ընդունել մի օրակարգով իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով, որ պայն պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ։ Ինչ վերաբերում է 10 եպիսկոպոսներին, նրանք ավելի լավն են, խոսքը դրա մասին չի։ Ինչով են նրանք ավելի լավը, որ նրանք ընդունում են նորոգման, վերանորոգման, բարենորոգման եւ ինչու՞ չէ, վերանորոգման, բարենորոգման օրակարգը։ Այսինքն այստեղ խոսքը բովանդակության մասին է։ Մենք օրակարգը ինչի մասին է, որ պետքա լինի հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարկություն Եվ մենք ընդունում ենք այդ օրակարգը, իրենք էլ են ընդունում, իրենք դուրս չեն դնում իրենց այդ օրակարգից եւ այդպես շարունակ։ Քաղաքական հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հավաստմամբ հայ առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսների անունների հիշատակմամբ որևէ հայտարարություն չի եղել։ Ըստ էության տարածվել է կեղծ եւ սադրիչ հայտարարություն։ 25 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17-ին Էջմիածնի մայր տաճարում նախատեսվող ժամերգությունը կրոնական ծիսակարգ է, որի վերաբերյալ որոշում է կայացվել խիստ որոշակի սուբյեկտի կողմից։ Վաղաշաբաթ քաղաքում որևէ օրինական հավաքի մասին ծանուցում քաղաքապետարանի կայքում արկա չէ, որևէ օրինական հավաքի մասին պաշտոնական եւ պատասխանատու անձանց կողմից հայտարարություն գոյություն չունի։ Տվյալ դեպքում ոստիկանությունը պարտավոր է ապահովել ժամերգության կամ այս ծիսական միջոցառումների մասնակիցների անվտանգությունը, պարզել 10 հոգևորականների անունից տարածված սադրիչ հայտարարության հեղինակներին եւ ձեռնարկել օպերատիվ միջոցներ նրանց բացահայտելու եւ նրանց կողմից հրահրվող սադրանքը կանխելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նշելով ոստիկանությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նախատեսված հավաքի ընթացքում իրականացնելու է օրենքով սահմանված իր գործառույթները պահպանելով հասարակական կարգը եւ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ ՆԳՆ-փոխանցման Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո սոցցանցերում եւ հանրային հարթակներում հայտնվել են սադրիչ եւ իրավիճակը թեժացնող գրառումներ։
Նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակաիրավական սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կրկին կանչվել է հարցաքննության Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով Շահրամանյանը վկայի կարգավիճակում է։ Շահրամանյանը նախաքննության գաղտնիությունից ելնելով չի մանրամասնել, թե ինչ են քննում ու ինչ հարցեր են տվել իրեն։ Հիմնականում դա կապված է 23 թվականի տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների եւ դրա հետևանքների, թե ինչ հարցեր է բարձրացում հաշվի առնելով նախաքննության գաղտնիքը, այսպես չեմ կարող հրապարակեմ, երևի դա ճիշտ կլինի փաստաբանը մեկնաբանի։ Մենք երբևիցե չենք խուսափել ներկայանալու վարույթ իրականացնող մարմիններ եւ տալ համապատասխան հարցերի պատասխաններ։ Այսօր եւս որոշակի հարցեր է առաջացել վարույթ իրականացնող մարմնի կողմից եւ մենք բարձրաբանում ենք տվել այդ հարցերին։ Պարոն Շահրամանյան, մամուլում գրվում է, որ հնարավոր էր այսօր ձեզ մեղադրանք առաջադրային եւ որպես խափանման միջոց կալանքը լիներ, որևէ մեղադրանք առաջադրվել է ձեզ այսօր։ Ինձ այսօր հարցաքննել են վկայի կարգավիճակով։ Բայց այդպեսի վկա կա։ Այս բան ես չեմ տեսնում, չեմ կարող մեկնաբանել։ Շահրամանյանը անդրադառնալով ադրբեջանական կառավարությանը կից գործող կայքերի եւ ցավոք Հայաստանի իրենց որոշ արբանյակների տարածած տեղեկությանը, թե իբր Բաքվի կողմից գերեվարված անձանց կոորդինատները տրվել է իր կողմից, դա սուտ է որակել հորինված թեզեր հայկական կողմին մոլորեցնելու համար։ Ես Սամվել Բաբայանի հետ շփվում եմ որպես Արցախյան ազգային ժողովի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար եւ ձեր նշված դիրքորոշումների հետ կապված ինձ թվում է դուք հարցերը կարող եք ուղղել իրեն, չեմ կարող ավելի բան ասել։ Այս գործներ կարծես այդ իր չէ, իր հաղորդմամբ հարուցված գործ է։ Ճիշտն ասած ես տեղյակ չեմ, թե ում հաղորդմամբ է հարուցվել քրեական գործով, բայց եթե նաև չլիներ նման հաղորդում, ինձ թվում է դրա անհրաժեշտությունը կա, որպեսզի թե հետագայի համար, թե պատմության համար այդ հարցերը պարզաբանվեին, ստանային պատասխաններ։ Հույսով եմ ժամանակը կգա, կգաղտնազերծվի եւ հասարակությունը եւս կիմանա ճշմարտությունը ինչա տեղի ունեցել Արցախում։ Արձագանքելով համացանցում տարածվող տեղեկությունների, թե Ռուբեն Վարդանյանի Հայաստան տեղափոխվելու ընթացքում ինչ որ տվյալներ են տրվել ադրբեջանական կողմին, Շահրամանյանն ասաց հետեւյալը։ Ուզում եմ նշել, որ ոչ մեկ թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինչ որ բունկերում, անտառում, այլ ընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Ինքը տեղափոխվել է, փորձել է, ինչպես բոլորը, տեղահանվել դեպի Հայաստանի Հանրապետություն, այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով, Լաչինի միջանցքով։ Շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, հենց Ստեփանակերտից դուրս գալուց Շուշիի մատույցներում եւ նաեւ կար Հակարի կամուրջում գտնվող ադրբեջանական հսկիչ անցագրային կետ, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Ես շատ լավ իմանալով իմ կարծիքով, որ գերեվարման համար եւ ձերբակալման համար ինքը ադրբեջանական կողմից ունի նման որոշում։ Եվ ինքը չի թաքնվել, ինքը մեքենայով դուրս է եկել ինչպես բոլորը եւ գերեվարվել է Հակարի կամուրջում։ Այսինքն անտրամաբանական է նշել, որ ինչ որ մեկը պետք է կոորդինատներ տրամադրել, որ իրեն ձերբակալի։ Բաքվում ընթացող դատավարության ընթացքում դատախազը պահանջել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ՑՄ ազատազրկման։ Մինչ այդ Վարդանյանը հեռախոսազրույց էր ունեցել ապակ որդու Դավիթ Վարդանյանի հետ,
հայտնելով, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ իր ելույթում պատրաստվում է ընդգծել տեղի ունեցողը, չեմ ընդունում որպես դատական գործընթաց եւ մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին եւ հետեւաբար չի կարող համարվել դատաքննություն դրա իրական իմաստով։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան, մահը սարսափելի չէ։ Սարսափելի է անտարբերությունը, որն ակնթայտ աստիճանաբար ասես ճառագայթում թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում ընդգծել է Արցախի նախկին պետնախարարը։ Համահայկական ճակատշարժման անդամներն ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ պատկան մարմինները զբաղվեն իրենց խնդրով։ Ակցիայի մասնակիցներին մոտեցել է Փաշինյանի խորհրդական Գագիկ Իսախանյանը եւ հայտարարել, որ կատարվում են քննչական գործողություններ, որոնց պատասխանելուն քննչական կոմիտեն է։ Ծնողներն արձանագրել են, որ որևէ քայլ չի արվում։ Նշվել է նաև, որ գլխավոր դատախազը ծնողներին նույնիսկ չի ընդունել։ Հայաստանի իշխանությունները փորձելու համար ցույց տալ, որ իբրև թե այն բոլոր ԴՆԹ փորձաքննությունները, որոնք արվել են Հայաստանում ճշմարիտ են, մանիպուլատիվ հնարքով այն մարմինների եւ մասունքների առնչությամբ, որոնք ըստ իրենց համընկնում ունեն Հայաստանում, հայտնել է ծնողներին, որ դրանք եւս հաստատվում են ICMP լաբորատորիայում կատարված փորձաքննությամբ։ Տեղի է ունեցել միայն մասնակի պրոֆիլավորում, որի արդյունքները չեն կարող հավաստել նույնականացման իսկությունը։ Սա էր թերևս այդ պատճառներից մեկը, որ Հայաստանի իշխանությունները փորձելով վկայակոչել ICMP հեղինակավոր անունը, փորձել են ծնողների մոտ տպավորություն ստեղծել, որ իրենց արած փորձաքննությունների արդյունքները ճշմարիտ են, եկեք համակերպվեք իրականության հետ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները։ Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբականակը ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն կուղարկվի Սոքարի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։ Համաձայնությունը ձեռք է բերվել փոխվարչապետ Շահել Մուստաֆաևի եւ Մհեր Գրիգորյանի միջև նոյեմբերի 28-ին Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ։